Հայաստանի Հանրապետության իշխանությունները խաղաղության մոդելը տեսնում են թուրքական ծիրի մեջ, այսինքն թուրքական աշխարհի մեջ։ Ադրբեջանը կենսական եւ Թուրքիան կենսական նշանակություն են տալիս այս իշխանության վերարտադրությանը, իրենց նպատակը ոչ թե ինչ-որ բան ստանան ու իրանք հանգստանան, այլ ընդհանրապես հայկական community-ին տարածաշրջանում վերացնեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժեց սրանց, մտածածին, տենց ինչ-որ տոնը։ Բոլոր շանտաժի փորձերը չկա Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան։ Ես դες ասեմ ավելին, չկա Արևմտյան Ադրբեջան առանց Նիկոլ Փաշինյան։ Արցախ մի ասեք կարող է կռիվ սկսի, այս մի արեք կարող է կռիվ սկսի, կարող է վաղը գաք ասեք հայերեն մի խոսացեք կարող է կռիվ սկսի։ Երաշխավորված խաղաղությունը կտրականապես ձեռնտու չի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Իրենք են պատերազմ բերողը, իրենք են արհավիրք բերողը, իրենք են երկիրը կազմակերպողը։ Հասարակցեք եք տնից եւ գնացեք ընտրության։ Որքան շատ քաղաքացի եղավ եւ իրանց կարծիքը հայտնեց, այդքան շանսերը թուրքական գերակայության շարունակմանը, որը մենք այսօր դիտարկում ենք Հայաստանում, նվազելու են։ Սա մանդատը կռիվ չի։ Այստեղ մանդատների հարցը չի։ Հայաստանում նախընտրական կյանքը եռում է։ Իրավիճակն ավելի թեժացավ ապրիլի 23-ից 25-ին։ Ցեղասպանության օրվա հիշատակի միջոցառումներ, հաջորդ օրը քաղաքացու օր, տարատեսակ ու բևեռացված գնահատականներով։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կփորձենք վերլուծել ինչ իրավիճակ է ու ինչ շանսերով են իշխանությունն ու ընդդիմությունը գնում ընտրության։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ հրավեր ընդունելու համար, պարոն Աբովյան, եւ այսպես ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ, ավանդաբար էլի այրեցին Թուրքիայի դրոշը, Փաշինյանը շատ արագ դատապարտեց, այլ հարցերում կարծես թե նման օպերատիվություն չկա, երբ որ հակառակ կողմից է, Ադրբեջանից է ինչ-որ հակահայկական բան կատարվում կամ Թուրքիայից է կոշտ ռետորաբանություն հնչեցվում, սա եթե կարճ մեկնաբան ենք, սա ինչ էր խորքային բան էր, թե այդպես ուղղակի արագ արձագանք։ Դա խորքային բան չէր, ասեմ ավելին, դա գիտեք, եւ մեկ էլ կներեք Ադրբեջանը շատ արագ արձագանքեց, ինչ էր ուզում սրանով մեզ ասել, Ադրբեջանը ոչ թե Թուրքիան։ Տեսեք, պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, որ այն խաղաղության մոդելը, որը այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են հրամցնել հասարակությանը, տարատեսակ, չգիտեմ, փափուկ ուժի դելով sense ասենք մեթոդներով, ինքը ենթադրում է Հայաստանի վերածումը Արևմտյան Ադրբեջանի կամ դե լավ ավելի մեղմ ասած Հայաստանի Հանրապետության իշխանությունները խաղաղության մոդելը տեսնում են թուրքական ծիրի մեջ, այսինքն թուրքական աշխարհի մեջ։ Եվ սա իրենք բնավ արդեն չեն էլ թաքցնում եւ այդ արագ արձագանքը բացի նրանից, որ ինքը հուզական, վիրավորական, տենց մեջը տարեր ուներ, դե լավ, այսպես ասենք։ Այն պարագայում, որ փորձում էին, գիտեք, նենգափոխել հենց իմաստով, որտեղ դրոշի այրելը դա առաջին հերթին քաղաքական ակտ է եւ ընդունված դե լավ այսպես ասեմ, ես երբեք չէի պատկերացնի, որ ստիպված եմ լինելու բացատրեմ սրանց տարական, տենց նյուանսները, սրանցի նկատի ունեմ իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք իրենց վրա, ներքնազգեստը ճղրտելով գելեին հասած ինչ-որ վայ, ոյ, դրոշ այրեցին։ Սա իհարկե ուղիղ ազդակ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, որովհետև ավելի քան համոզված եմ ընտրությունների նախաշեմին սրանք փորձում են ոնց որ սենց իջացնել էլի իրենց այդ երագլուխ թուրք Ադրբեջան եւ Հայաստանի իշխանություն, այդ համագործակցության բոլոր տաները, որտեղ ուղղակի ազդում է իրանց վրա, մարդկանց հազար բան կարաս ասես, բայց մարդիկ հո հիմար չեն, իրանք տեսնում են, չէ՞ որ սրանք սպասարկում են այն երկրների շահերը, ում դոկտրինալ տեսլականը Հայաստանի Հանրապետության կամապաման մոնտաժումն է ու վերջնական փուլում, իսկ ընթացս թույլատնելը։ Օպերատիվությունը իրենց արձագանքի պայմանավորված էր նրանով, որ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանության կայունության եւ սատարման, հենարանը դա Միացյալ Նահանգները չեն, Եվրոպան չի, դա Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսինքն պետք է հստակ եւ պարզ դիտարկել հետեւյալը, որ խաղաղության կոճակը գտնվում է Բաքու եւ Անկարայում։ Խաղաղության պայմանական խաղաղության, որովհետև սա այնինչ իրանք անում են, սա խայտարակություն, սա խաղաղության հետ ընդհանրապես կապ չունի, մենք եթե ժամանակ կլինի կխոսենք դրա մասին։ Եվ սա ըստ էության իրենց, ասենք ասենք, մեծերին կամ իրենց երաշխավորներին հստակ մեսիջ էր, որ տղեկ ջան, մենք
Չենք փոխվել, մենք ձեզ հետ ենք, իսկ այն որ հայերը հիշում են, որ դուք իրանց կոտորել եք, ոչինչ, ինչ որ մի ձևով, խորովածով, բանով, երգով, պարով, ինչ որ տես կլղոզեն կգնա։ Ես հասկանում եմ, որ միգուցե այս գնահատականները կոշտ են, բայց այնուամենայնիվ եկեք նայենք իրականությանը։ Քանի անգամ ենք հարգելի հեռուստադիտողներ տեսել այսպիսի արագ արձագանք, օրինակ Սուրբ Աստվածամոր տաճարի, Ստեփանակերտում, որը քանդել են ու հավասարացրել են հողին, կամ երբ ենք մենք տեսել նույն այսպիսի արձագանք, դատապարտող գոնե իշխանության կողմից, օրինակ Շուշիի Ղազանչեցոցը, որ դրել են ուղղակի, չգիտեմ, ինչ են դարձրել, քանդուկ հարաբենարը, վերաձևափոխել են։ Պետք է հստակ հասկանալ եւ պետք է հստակ ընդունել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ ուզելով չուզելով դա արդեն կապ չունի, սպասարկում են Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը, քանզի տեսնում են այդ սպասարկման ներքո իրենց վերարտադրության կամ իրենց երկարակեցության, այսենց անվանենք, երաշխիքները։ Այո, իրենք չեն էլ թաքցնում դա, երբ որ սենց ինչ որ երկար բարակ, բոլորաններով իբր մտավոր, գալիս են եւ փորձում են ասեն, որ գիտեք ինչ կա, մեր ապագան թուրքական աշխարհում է։ Սա է ըստեյության իրենց ասածը, բայց ո սրանց ասելով չի, հասկանում եք, երբ որ իրենք ասում են օրինակ խաղաղություն, չէ, այ տեսեք խաղաղություն սահմանի վրա չեն կրակում, իրենք մոռանում են միայն երկու հանգամանք շեշտել։ Իսկ ինչի համար էին նախկինում սահմանի վրա կրակում, որովհետև ուզում էին հասնեին որոշակի նպատակների թուրքերը եւ ադրբեջանցիները։ Եթե իրենք այդ նպատակներին հասնում են այս իշխանության, ուղղակի պայմանական ժողովրդական լեզվով ասելով հանձնելով, որ իշխանությունը տալիս է կրակեն ինչ անեն։ Նամանավանդ Ադրբեջանը կենսական եւ Թուրքիան կենսական նշանակություն են տալիս այս իշխանության վերարտադրությանը, քանզի դիտարկում են այս իշխանությունը որպես պատմական շանս վերջնականապես ձևավորել այսպես կոչված թուրքական աշխարհ, ինչի իմիջիալոց չեն թաքցնում, Այսինքն ինչ ունեն, ինչ ունեն ստանալու Արցախը, մենք տեսեք, մենք ունենք շատ կարևոր մի խապկանք։ Խնդիրը նրանում չի, որ իրանք ինչ-որ բան ստանան եւ հանգստանան կանգնեն։ Իրանց մոտ ստանալու խնդիրը չի, իրանց մոտ ռազմավարական խնդիր է դրված, բոլոր այն էթնո-քաղաքական միավորները, որոնք այս կամ այն առումով չեն տեղավորվում թուրքական աշխարհ։ Օրինակ թուրք չեն, թուրքալեզու չեն, նույնիսկ վազագույնը մամեդական չեն, չնայած մամեդականներին էլ իրենց վերաբերմունքը բավականին տարակուսելի է, հաշվի առնելով իրանական кейսը, բայց իրենց նպատակը ոչ թե ինչ-որ բան ստանան ու իրանք հանգստանան, այլ ընդհանրապես հայկական community-ին տարածաշրջանում վերացնեն։ Տեսեք մենք ինչ իրավիճակ ունենք։ Երբ որ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է ներկայացնել Արցախյան խնդիրը որպես պատճառ այն գործընթացների, որոնք այո, թոքեր, այո, թուրքական վզին թոքերը, որտեղ մեր տունն է, ներողություն, մենք մեր տունը ապրում ենք, գալիս են մեր տունը պայմանական, հայկական մեծ հայրենիքը սկսում են կտոր մասնատելով ուտել։ Մի հատ սրանց եկեք հարց տանք, ինչ շատ հետաքրքիր է պատասխանը լսել։ Հին հայկական, Նախիջևանը, որը գտնվում էր Խորհրդային Միության կազմում եւ ավտոնոմ հանրապետություն էր Ադրբեջանի ԽՍՀՄ հանրապետության կազմում։ 60-ական, 70-ական թվականներին հետևողականորեն հայաթափվեց։ Հայաթափվեց առանց կրակոցի, առանց խաղաղ, առանց ինչ-որ տենց, չնայած ագրեսիվ դրսևորումներ հայ լինելու են, բայց որոշակի պայմաններ ստեղծեցին, որ հայերը դուրս եկան բազմապես։ Նույնը փորձում են իրականացնել այստեղ, չնայած մեղմ հայաթափման սցենարը միշտ համեմվում է, գիտեք, եթե չստացվի իհարկե, ռազմական շանտաժով կամ ռազմական ճնշումով։ Հայաստանի հետ անել նույնը ինչ Նախիջևանի։ Այո, միանշանակ, իրենք չեն։ Որովհետև ճիշտ եմ հասկանում, ժամանակակից աշխարհում այդքան էլ հեշտ չէ մի ամբողջ պետություն ուղակի պատերազմով, սրբելով, կոտորելով տանել, ճիշտ եմ հասկանում ես։ Ձեզ այս փուլում ամեն ինչ էլ հնարավոր է, այստեղ պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ, որ եթե մենք չենք ուզում պատերազմ,
որովհետև այնինչ սրանք անվանում են խաղաղություն, սա խաղաղություն չի, սա լավագույն դեպքում նարկոզա, էվտանազիայի ենթարկելու երկիր է, որովհետև խաղաղությունը իրանց տեսլականով կախված է Ադրբեջանի եւ Թուրքիայի քմահաճույքից, այսինքն ցանկությունից։ Ադրբեջանի եւ Թուրքիայի դոկտրինը Հայաստանի Հանրապետությունը վերածել արևմտյան Ադրբեջանին է, դեռ ես չեմ ասում, չէ՞։ Մի հատ սրանցից ծպտուն լսել եք արևմտյան Ադրբեջանի մասով, բացի ինչ որ ընդհանրական խոսքերից եկեք իրարից բան չուզենք։ Կամ իրանք են մարդկանց դնում ապուշի տեղ, կամ հատուկ միտումնավոր փորձում են մի իրավիճակ ձևավորել, որի պարագայում ժողովուրդը, մարդիկ, մենք բոլորս, հա, պետք է տենց, գիտեք, բոլոր այն անհեթեթություններին եւ տգիտության, ուղղակի քաղաքական առումով տգիտության, հա, ֆունդամենտներին պետք է սենց հենվենք ու հավատանք, որ օրինակ նույն Ադրբեջանը այդ որ ասում է արևմտյան Ադրբեջանը հենց անենց ասում։ Ես ես մի բան էլ ավելացնեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ լսել եք այսպիսի կատաղած, կրկնում եմ, կատաղած հակազդում 100,000-ավոր ադրբեջանցիների բնակեցման հետ կապված նախագծերի, որոնք Ադրբեջանը հետևողականորեն փորձում է տանել առաջ։ Չկասկածեք մի գրամ, եթե այս իշխանությունը մնաց, չկասկածեք ուղղակի։ Դու նիկոլական ես, նիկոլական չես, ընդդիմադիր ես, իշխանամետ ես, Թուրքիա համար միևնույն է։ Այդ մարդիկ համ այս իշխանության համաձայնության ներքո գալու են։ Կբերեն, ես համոզված եմ, որ կբերեն, կարան իրենք ճղեն իրենց մեջտեղից, չգիտեմ ինչեր խոսեն։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ այս իշխանությունը նվազագույնը չի բարձրացնում հայերի վերադարձի հարցը իրենց հայրենիք։ Այսինքն տեսեք, մեզ Արցախից սպանելով, մորթելով, կեղեքելով դուրս հանեցին, ճիշտ է։ Ինչ է ասում, հա, առհասարակ տրամաբանությունը, ասում է, որ եթե քեզ դուրս են անել, դու պետք է նվազագույնը պայքարես քո իրավունքների համար, որ վերադառնաս։ Եթե դու չես պայքարում, ապա դու ագրեսորին հնարավորություն ես տալիս նվազագույն ռազմավարական առումով արդեն նախագծեր գծի քո անմիջապես տարածքի վրա։ Սրանք ինչ են ասում, ասում են, եթե մենք խոսանք արցախցիների վերադարձի մասին, մենք խոսանք, Ժորժ ջան, ուրեմն այնքան նենք ու այնքան անհեթեթ սուտ է, ուրեմն ադրբեջանցիների բնակեցման խնդիրը առաջացավ անմիջապես Արցախը հայաթափելուց առաջ։ Ներողություն, հետո, ներողություն։ Արցախը հայաթափելուց առաջ, երբ որ 44-րդ պատերազմը տեղի ունեցավ, առաջացավ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը։ Այսինքն որքան դու զիջում ես իբր խաղաղություն բերելով Հայաստանի Հանրապետությանը, այդքան դու նախապայման ես ստեղծում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որ ինքը ի վերջո գա Հայաստան եւ փորձի Հայաստանում իրականացնի արևմտյան Ադրբեջան կոնցեպտը։ Ինքը մի քանի շերտանի է, տարբեր սցենարներ կան, տարբեր լուծման եղանակներ կան, որոնք տեսնում են Ադրբեջանը, բայց հիմքում այդ լուծման եղանակների բոլոր այս իշխանության արկայությունն է։ Հիմա իշխանությունը ձեզ այն օր ինչի ասի որ խոսում եք, ձեր նման էլի այսպես խոսողներ կան ավելի կոշտ, բնականաբար ընդդիմությունից, ասում են ժողովրդին, մենք տեսեք մենք քաղաքացու օր արեցինք, ինչու եք դուք սթրեսի ու սքի մեջ միշտ պահում, պահայել որ ճնշեք մարդիկ, տեսեք եկան քաղաքացին, իսկական քաղաքացին, ասում է դուք կտրված եք իր, այն մարդիկ են, որոնք եկան, լավ էլ ուրախացան, եւ այսպիսով դա ԿՊՆ-ը ցույց տվեցին թե ում օրակարգն են ընդունում, ավելին հիշում եք այն հայտնի պաստառը, որ տարածվեց, որ Շիրակի մարզում էին կարծեմ դրել, չկա Հայաստան առանց Փաշինյանի, այս ամեն ինչ է նշանակում։ Տեսեք իրենք ինչ որ ձևով են, հա, վիզուալ ապացուցում են։ Տեսեք, որ դուք եք սխալ, կոպիտ ասած։ Նախ իրանց այդ քեֆ ուրախությանը ներկա էր 32,000 մարդ։ Ես մի անգամից ասեմ, խնդրում եմ, հա, այն թվերը, որը ես հնչեցնում եմ, չվերցնել որպես, հա, վերջնական ճշմարտություն, չեմ պնդում, 30-ից 40,000 մարդ։ Հանում ենք մեջից տուրիստները, որոնք այնտեղ էին, հանում ենք մեջից իրանց ամբողջ Հայաստանով մեկ ընկած, հա, այդ իրանց համախոհներին, եւ ստացվում է հետեւյալը, որ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժեց սրանց, մտածածին, հա, տենց ինչ որ տոնը։ Սա դուք ճիշտ հակառակն եք պնդում, հա։ Չէ, ոչ ես չեմ պնդում հակառակը, դա այդպես է, իմ պնդելով ոչի, դա Երևանում չենք ապրում, հա։ Սա մեկ, երկրորդը։ Տեսեք,
երբ որ փորձում են ներկայացնել, հա, բերելով համաշխարհային աստղեր, օրինակ Ինգրիդին, հա, Ուիլի Վիլյամսին եւ այլն, եւ մարդիկ երբ որ գալիս են համերգ, եկեք ինձ տխրեցնենք ու ասենք, որ դա բնավ կապ չունի ընդհանրապես ձեզ սատարել չսատարելու հետ։ Դուք տեսակ չեն, ովքեր էին առհասարակ գտնվում փողոցում, որ գանգատվում են, որ օրինակ նրբերշիկը 1000 դրամ էր, որ եկել էին զրի մարդիկ հաց ուտելու, դե չստացվեց։ Իսկական ասածս ինչ է, սա համաժողովրդական տոն չի կարող լինել, որովհետև մարդիկ շատ լավ հիշում են, որ այս ապրիլի 25-ին ըստ էության, հա, մեկնարկեց այն կործանարար գործընթացների շղթայական տրամաբանությունը, որին մենք հասել ենք այսօր։ Ասեմ ձեզ ավելին, բոլոր շանտաժի փորձերը չկա Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան։ Ես ձեզ ասեմ ավելին, չկա Արևմտյան Ադրբեջան առանց Նիկոլ Փաշինյան։ Այսպես պետք է ձևակերպվի, որովհետև այս մարդիկ Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն։ Պաստորը ճիշտ չէին գրել, այսինքն։ Հա, դե երևում է դե կարող է սխալվել են, չգիտեմ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մարդը կարող է սխալվել են։ Եվ այստեղ պետք է հասկանալ մի բանը։ Այս իշխանությունը, երբ որ հետևողականորեն ինչ-որ բան պնդում է, միշտ 180 աստիճան հակառակ ընկալեք, միշտ։ Ես հիմա չեմ ուզում հիշեմ այն, հա, արտահայտությունը, որ Արցախ Հայաստանը եւ վերջ եւ ընդամենը մի քանի տարի հետո իրանց թուրքից ու ադրբեջանցից ավելի բեթար են, հա, պահում, որ ոնց, ախպեր, ոնց Արցախ մի ասեք, կարող է կռիվ սկսի, այս մի արեք, կարող է կռիվ սկսի, կարող է վաղը գաք ասեք, հայերեն մի խոսացեք, կարող է կռիվ սկսի, կարող է վաղը գաք ասեք, Արցախի փողոցը, հա, վերանվանեք, կռիվ կսկսի, կարող է վաղը ասեք, Յան ազգանան վերջավորություն, կռիվ կսկսի։ Սա հետևանքն է այն վիժվածքացի նարատիվի, որը հա տարածում էին, ասելով, որ ինչ ուզում է լինի, կարևորը պատերազմ չլինի։ Հիմա այդ ինչ ուզում է լինի մեջ, իրենք տեղավորում են այ հիմա մեզ նայող, նույնիսկ մեր հետ չհամաձայնվող, այստեղ խնդիրը դա չի, հա, մարդկանց երեխաների կյանքը։ Հասկանում եք, խաղաղությունը որպես ինքը ստատիկ իրավիճակ չի, ինքը պրոդուկտ է որոշակի գործողությունների։ Եվ ասեմ ձեզ ավելին, այն որ սրանք խաղաղության հետ կապ չունեն եւ սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, ակնհայտորեն երևում է հետեւյալի մեջ։ Ինչի համար են ընդդիմանում երաշխավորված խաղաղության կոնցեպտին։ Ինչի համար։ Ոչ միայն ընդդիմանում են, ասում են դուք պատերազմի երրագլուխ կուսակցությունն գլուխները պատով են տալի։ Հուլիսի 7-ին ավելին քաղաքացին ձեզ կտա պատասխանը։ Կմերժի ձեզ։ Տրամաբանում ենք։ Ով է Հայաստանի Հանրապետությանը սպառնում պատերազմով։ Ադրբեջանը։ Ով է Հայաստանին սպառնում մեկուսացմամբ։ Թուրքիան։ Ում շահերն է սպասարկում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը, Ադրբեջանը եւ Թուրքիայի։ Ինքը բացահայտ ասում է, մենք պետք է դուրս գանք որոշակի ինչ-որ մի համաձայնության տարբերակ չկա եւ մի խոսքով ինչ-որ բաներ է խոսում։ Հիմա, եթե պատերազմ բերող շրջափակումը եւ մեկուսացումը ապահովող, հա, աշխարհակահաղական կենտրոնները դիտարկվում են այս իշխանության կողմից որպես իբր խաղաղության երաշխավոր, Ադրբեջանն է մեր խաղաղության երաշխավորը, համաձայն իրենց տեսլականի։ Ապա գալիս ենք մի հետևության այն Ադրբեջանը, որը ուզում է Հայաստանը վերաձևավորի արևմտյան Ադրբեջանի, չէ՞, տրամաբանում ենք։ Փաստորեն ստացվում է, որ պատերազմի արհավիրքի մահվան կոտորացի երրագլուխ հրեշը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, Ադրբեջանի իշխանություններն են եւ Թուրքիայի իշխանություններն են։ Տեսեք, ավել բան չենք ավելացնում, չենք փորձում ինչ-որ բաներ ասել, տրամաբանում ենք, չէ՞, որտեղ իրենք խնդիր ունեն իրականում տրամաբանության հետ։ Այդ երաշխավորված ասում եք խաղաղությունը չեն դեմ են իրենք, ինչի՞ դեմ են, կատաղի դեմ են, շատ բարձ պատճառով, որտեղ երաշխավորված խաղաղությունը կտրականապես ձեռնտու չի Թուրքիային եւ Ադրբեջանին, իսկ իրենք սպասարկում են Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը դիտարկելով Թուրքիա եւ Ադրբեջանի շահերի սպասարկումը որպես իբր խաղաղություն, դա խաղաղություն չի։ Դա էվտանազիա է, դա նախապատրաստական փուլ է։ Բայց մենք երաշխավոր տեսանք է, այդպես են մեկնաբանում։ Տեսակ ինչ եղավ, ավելի լավ չի մենք ուղիղ առանց որևէ մեկի, առանց միջնորդի այդ ամեն ինչ անենք ու առանց երաշխավորի։ Տեսանք, ասում եմ երաշխավորում ենք։ Տեսեք, խնդիրը երաշխավորի մեջ չի, խնդիրը մեր մեջ է, որովհետև երաշխավորված խաղաղությունը չի ենթադրում միայն եւ միայն երաշխավորների ինստիտուտ։ Երաշխավորների ինստիտուտը դա գործոններից մեկն է։ Նվազագույնը բանակի ամրապնդում, նվազագույնը տնտեսության այնպիսի մոդելի զարգացում, որը թույլ կտա մեր աչքի առջև է այդ ամեն աշխարհում բազմաթիվ
օրինակներ կան Հարավային Կորեայից սկսած Իսրայելով վերջացրած, ուսս մոտավորապես։ Ինքը ենթադրում է ճարտարապետության ձևավորում անվտանգային։ Սրանց մոտ ճարտարապետությունը ձևավորված է Բաքվում ու Անկարայում, իսկ այդ ճարտարապետությունը ենթադրում է մեզ նվազագույնը մոտակա պատմական ժամանակահատվածում կազմաքանդել, ապամոնտաժել։ Ակնհայտ է, դա ես չեմ ասում, խնդրում եմ հարգելի հեռուստադիտողներ, մտեք Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունների հայտարարությունները այս կամ այն գործընթացի ներքո մի հատ տեսեք։ Ամենավառ օրինակը Զանգեզուրի Միջանցք։ Ճղում էին իրանց մեջտեղից, ես ինչեր էին անում, գնացին Վաշինգտոնում Զանգեզուրի Միջանցքը հանձնեցին, սիրուն փաթեթավորեցին թրիպը ամերիկյան, հա, գեղեցիկ փաթեթի մեջ ու բերել են մեծ, չգիտեմ, չէ, հեքիաթներ են խոսում։ Փառք Աստծո, ճիշտ է, վատ իրադարձությունների ներքո, բայց փառք Աստծո ոնց որ թե տրիպը հոդս ցնդեց, որովհետև դե պարզ է այս պայմաններում ինքը չի կարա իրականացվի։ Հոդս ցնդեց թե ուղակի դանդաղել է։ Չէ, հոդս է ցնդել, որովհետև այն մոդելը, որոնք իրենք ներկայացնում են, այսինքն միջանցքային տրամաբանությունը, հա, իսկ ինչի համար միջանցքային տրամաբանությունը, սրանք միջև հիմա հարցին չպատասխանեցին, շատ պարզ։ Հայ սահմանապահը եւ հայ մաքսավը ունենալու է հնարավորություն ուղակի ստուգել ներս մտնող ադրբեջանցուն, թե ոչ, սկսեցին հորոնտատու հեքիաթները պատմել back office, front office, Ալիևան դեղից կանգնած ադրբեջանցին չպետք է հայերս տեսնի, սրանք ստե խառնված այդ իրավիճակն են ձևավորում, ժողովուրդ, ի վերջո, տեսեք, այս ամենը հուզական դաշտի մեջ չի, այս ամենը շատ հստակ մարկերներ է, որ այս իշխանությունը, Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը փոխանակում է իր իշխանության մնալու հետ մեզ հրամցնելով տարբեր փաթեթավորումների մեջ ինչ-որ աբսուրդ։ Այդուհանդերձ, այդ ամեն ինչ հաշվի առնելով իշխանությունը կարծես թե քարոզչական ռեսուրսներով եւ այլն, չէ, խաղաղությունը շատ հաճելի բառ է, սովորական մարդու ականջին։ Կարծես թե հաջողվել է ընտրությունների գլխավոր դիլեմա դարձնել հենց դա, այս կողմը խաղաղությունն, այն կողմը պատերազմը։ Եթե հաջողվել է, այս պահի դրությամբ շանսերը ինչպես է գնահատում եւ ընդդիմության եւ իշխանության, ընդդիմության ասում նկատի ունեմ այն հիմնական ուժերի, որոնք եւ սոցիալություններով եւ, ասենք, թեկուզ ձեր ուսումնասիրություններով մյուսների պոտենցիալ խորհրդարան անցնող են կամ պոտենցիալ հաղթող են իշխանությանը։ Այս իշխանության հիմնական հաշվարկը դա մարդկանց անմեղսունակության գործոնի վրա խաղալն է, այսինքն մարդիկ այնքան անմեղսունակ պետք է լինեն, որ մեկին գումարած մեկ չհասկանան, որ երկուսը։ Չարաչար սրանք սխալվում են։ Մարդիկ շատ լավ տեսնում են թե տրամաբանությունը գործընթացների, որոնց մենք ականատես ենք, թե այն ամբողջ, հա, սուտ, շինց ու նարատիվները, որոնք իրենք փորձում են ներգծել մարդկանց մեջ։ Այո, դիլեման կա, խաղաղություն թե պատերազմ, միշտ է եղել եւ եկեք գաղտնիք բացենք, յուրաքանչյուր պետության առջև այդ դիլեման կանգնած է։ Նույնիսկ Շվեյցարիայի, նույնիսկ Մալդիվյան կղզիների, չգիտեմ էլ ոնց ասեն։ Այսինքն իշը նորություն չի, բայց դե խնդիրը նրանումն է, որ մեր տարբերակով նենգա փոխվում է իմաստը, իրենք են պատերազմ բերողը, իրենք են արհավիրք բերողը, իրենք են երկիրը կազմակերպում։ Հասարակության մեջ հիմա որն իրենք կարող դա է իշխում թե հակառակը։ Տեսեք, իմ խորին համոզմամբ հասարակությունը եւ մարդիկ, ովքեր մեզ նայում են, 100% ես ավելի քան համոզված եմ, հասկանում են, որ իշխանությունը երկիրը տանում է դեպի ոչնչացում։ Բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք խնդիր, Լոռ ջան, մի բանա տունը հասկանալ խոհանոցում խոսել, հա, կամ չխոսել կապ չունի։ Եվ նայել թե ինչպես է տունը տայրվում, որովհետեւ օրինակ այդ մարդիկ կան, ասում են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ չեմ գնա ընտրության։ Դա գիտեք ինչի նման է, դա նման է, որ օրինակ ձեր տունը այրվում է, վառվում է։ Դուք մի վեդրո ջուր չեք շփում կրակի վրա, ասում եք, դե ես պաժարնիկ չեմ, թե պաժարնիկները գան, տենանք ինչ կլինի։ Մոտավորապես նույն իրավիճակն է։ Ում ուզում եք ընտրեք, էլի եմ կրկնում։ Բայց դուրս եկեք տնից եւ գնացեք ընտրության, 20 րոպե ժամանակ ծախսեք ձեր բալիկի, ձեր ծնողի, ձեր քույրիկ եղբայրների համար նվազագույնը իսկական խաղաղության եւ իսկական բարեկեցության համար գոնե մի հատ այդ պտիչկեն դրեք, ում ուզում եք ընտրեք, տեսեք, թե տարօրինակ չէ, ինչի։ Որովհետեւ
Էլի եմ կրկնում, իշխանության հաշվարկը ձեր, այ հիմա ով ինձ նայում է, ձեր ուղակի անմեղսունակության վրա է։ Իսկ ով համարում է Հայաստանի ժողովրդին անմեղսունակ, հենց իրանք էլ անմեղսունակ են։ Իսկ մասնակցությունը դուք մեծ մասնակցությունը համարում եք հաղթելու գրավական ու շատ կարևոր է։ Տեսեք, մենք էլի իշխանապողության, լավ այսպես եմ։ Հայաստանի նվազագույնը անվտանգային համակարգի ամրապնդման, այսինքն ասենք, այո, այդ ամեն ինչ ինչ ասացիք իշխանապողությունից սկսած վերջացած ամեն ինչով, դա ի վերջո բաղկացուցիչ ամենակարևոր դա անվտանգային համակարգի ձևավորումն է։ Ասեմ ավելին, որ քանզի տրամաբանում ենք, հələ մի հատ հիշենք Սփյուռքը, հա, իսկ մի հատ հարց տվեք, ինչի համար, չէ՞, տրամաբանական է, որ 10 միլիոնանոց ազգը մի ներուժ է, 2.5 միլիոնանոցը մի ներուժ է։ Առաջին օրվանից Սփյուռքի դեմ սկսին կռիվ տալ։ Ինչի համար։ Մենք առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ ներառել ենք Սփյուռքի հետ մեր համագործակցության եւ վերականգնման, այո, կոնցեպտը, որովհետեւ այո, մենք միայն եւ միայն Սփյուռքի շնորհիվ կարող ենք ռազմավարական խորություն ապահովել երկրի ապագայի համար, բոլոր առումներով։ Սփյուռքի բան էին արել, ծրագիր էր արիկը։ Ինչ եղավ այդ ծրագիրը, ով է խաբար, ինչ է, ոնց է։ Մենք առաջարկում ենք օրինակ մեր առաջարկներից մեկը դա ձևավորել, հա, ցանցային մի համակարգ փոխանակման, հա, արհեստավար, տաղանդավոր երիտասարդներին, Սփյուռքի երիտասարդներին, որ այդ հարթակում հավաքենք, հետևաբար դրանից հետո իհարկե պետք է պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ գան Հայաստանում ապրեն։ Ինչի համար պետք է երիտասարդը գա Հայաստան, պետք է բնակաշինարարության որոշակի հա ծրագրեր իրականացնես եւ իրականացնելու ենք, դա միանշանակ արդեն մենք պայմանական հա առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ ներառված է այս ամենը։ Կամ ուրիշ բան ասեմ, Սփյուռքին դիտարկում էին ներողություն, չեմ կարա չասեմ, հա, կաթուկով մենակ, փոխտու, հա, փոխ տալով չի։ Սփյուռքը մենք ենք, մեր մասն է, մեր ջիգերն է, մեր արունն է, մեր աղբերներն են, մեր քույրերն են, մեր երեխեքն են, մեր ծնողներն են, մեր ընկերներն են, որ հիմա դուստ են։ Այդ մարդկանց համար պայման ստեղծի թող գան։ Խի չէ ստեղծում։ Ասեմ խի չեն ստեղծում, որովհետև Սփյուռքը մշտապես եղել է աշկի թուրքեր ու ադրբեջանցիների համար գերան աչքի մեջ։ Ես աշխատելով դիվանագիտական կորպուսում գիտեմ Սփյուռքը ինչ էր անում, որ թույլ չտար հակահայկական խաղերը տային, օրինակ նույն Ուկրաինայում։ Չէր ստացվում ոչ թուրքի, ոչ ադրբեջանցու մոտ։ Փառք ու պատիվ մեր Սփյուռքին։ Նույնը Ամերիկայում, ներողություն, ինչքան դուք ունեք օրինակ, որ ազգեր կան, որ ունեն լոբիստական կազմակերպություններ։ Հրյաները, լեհերը, մենք եւ հույները, վերջ։ Քրդերը դե լավ Եվրոպայում սկսել են ձևավորել։ Ունենալով այդ պոտենցիալը ինչի համար են մեզ թույլատում, շատ պարզ պատճառով, որովհետեւ սպասարկում են Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը։ Այո, օրինակ չգիտեմ, այդ որ օրինակը բերեցի, որ մարդիկ դիտարկում են կամ իշխանությունները դիտարկում են որպես միայն կթուկով, չէ, ախպեր, պետությունն էլ է պարտավոր, պարտականություն իրա վերավերցնի Սփյուռքի հետ կապված բոլոր գործընթացին, օրինակ, չգիտեմ, հայկական աշխարհի պարտատոմսեր թողարկվի, որ պետությունը պարտատոմս տա, որ ի վերջո, հա, Սփյուռքն էլ, Սփյուռքի ներկայացուցիչն էլ հասկանա եւ ավելի եռանդով մոտենա Հայաստանի Հանրապետությանը, որ ի վերջո չստացվի այնպես, որ մենք նստածենք Սփյուռքի բարեգործության վրա։ Սփյուռքը մեր կտորն է, մեր մասնիկն է։ Հանրապետ, վերջում, տեսեք, լավ, ինչի շնորհիվ, բացի այն, որ մասնակցությունը պետք է լինի, ինչի շնորհիվ ընդդիմությունը պետք է հաղթի, օրինակ, որն է տարբերությունը 21-ի ու 26-ի մեջ, ինչու, որովհետև նայեք, եւ հավատում եք ընդհանրապես ընտրություններով իշխանապողության, որովհետև ինչու, տեսեք, գլխավոր ֆավորիտ ուժերից մեկի ղեկավարը տնային կալանքի տակ է։ Այդ ինչ-որ ենթադրյալ ընտրակաշարքի գործեր ակնարկում են մոլդովական սցենարը, այսինքն ինչ-որ բռնաճնշումների ակնարկներ, ինչ-որ այն չէ, պլյուս վարչական ռեսուրս եւ այլն, այս ամեն ինչը հաշվի առնելով։ Ոնց է պատկերացնում այդ հաղթանակը իշխանապողությունը։ Շատ պարզ եւ ուղիղ, առաջին հերթին։ Ամեն ինչ կախված է Հայաստանի Հանրապետության քաղաքացուց։ Որքան շատ քաղաքացի եղավ եւ իրանց կարծիքը հայտնեց, այդքան շանսերը թուրքական գերակայության շարունակմանը, որը մենք այսօր դիտարկում ենք Հայաստանում, նվազելու են։ Քաղաքական ուժերը, քաղաքական ուժերը իրենք հենց լոկոմոտիվն են այդ ամենի։ Նվազագույնը պետք է
իրատեսական, ոչ պոպուլիստական, հա, դաշտում լինեն, նվազագույնի ինչը ես տեսնում եմ եւ փառքասու, ոչ մեկին չեմ ուզում մատնանշեմ, կարծես թե տենդենսը կա։ Եվ երկրորդը պետք է մարդկանց ասել ճշմարտությունը, ոչ թե ներարկել այդ համերգների, չգիտեմ, այդ փառատոնների բանի, հա, տենց նարկոզը ներարկել, կամ հա, մեկ էլ ասում են դուք սքի մեջ եք ժողովրդին պահում։ Գիտեք ինչ է անում, ոնց որ մեկը բարեկամդ քաղցկեղով, աստղը բոլորի տնից տեղից հեռու։ Մեկի բարեկամը քաղցկեղով տունը պարկացել դի կան առավոտից իրիկուն երկեն պարեն, նոր, չգիտեմ, բոթաս նվիրեն, բան անեն, ասեն դու ուշադրություն մի դարձրու, ոչինչ որ մեռնում ես, ոչինչ որ քեզ մեռցնում ենք։ Զատո էսա խորոված ենք բերել, զատո սիրուն բոթաս ենք բերել։ Ինչ են խոսում, ինձ իրանք են սքի մեջ պահում։ Ով է հազարներով ում ժամանակ դե լավ հազարներով երիտասարդները, մեր լույս տղեկը, մեր սրբությունները գնացին Եռաբլուրում պարկեցին։ Ում օրոք, այդ ով է սուքը բերում։ Այդ ով է սուքը բերում։ Ընդդիմությունը կոնսոլիդացված է վերջին հարցում, ինչև վերջ կգնա, վերջ նկատի ունեմ բնականաբար օրինական ճանապարհ, ասենք ընտրությունից հետո հանրահավաքներ, եթե փողոցային շարժումներ, ոչ թե հանգիստ գնալ ընդդիմություն աշխատել այսպես։ Տեսեք, պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ, սա մանդատը կռիվ չի։ Այստեղ մանդատների հարցը չի։ Այստեղ խնդիրը հետեւյալն է։ Կլինի Հայաստանի Հանրապետություն, թե կլինի, կներեք, շոշափելի արևմտյան Ադրբեջանի հեռանկար։ Հասկանում եք, սա է։ Մնացածը հեչ, մնացածը դրեք մի կողմ։ Այսօր ջան, մեր ուզածը ինչ է։ Ակնհայտորեն, երբ աստեղ նույնիսկ գիտեք, դասական առումով իշխանության պայքար չի։ Լրիվ ուրիշ, գիտեք, ոնց որ մոլորակ է։ Եվ փորձերը մխրճել, մտցնել նեղ քաղաքական ինչ-որ տեսլականների ներքո ինքը չի աշխատում։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցեղասպան պետության դրոշի համար, այրելու համար, իշխանությունը 25 րոպե հետո դատապարտում է, 300 կիլոմետր հեռավորության վրա հայկական տաճարը տրաքացնելու համար ծպտուն չի անում, մենք այս երկրում ենք ապրում։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հիշում են պապ թագավորի, չգիտեմ, ինչ-որ բաները ու տենց մեզ փորձում են համոզել, որ մենք 1500 տարի սխալ ենք ապրել։ Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ հոդաբաշխ ոչ մի բան չես լսում, երբ որ հարևան պետությունը, պայմանական հարևան, որը բնակվում է հայերի, ցախուրների, լեզգինների, իրանցիների, թալիշների հողերում, այսօր երախը բացում է Հայաստանի Հանրապետության վրա, օրինակ շնորհանդես անելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը անվանելով իրենց քաղաք։ Մի ծպտուն հանեք, արա։ Խոսացեք։ Վերջում մի նախադասությամբ 20 այդ հարցը գրեթե բոլոր ուրերին տալիս եմ 21-ին էր ավելի շատ շանսերը թե այսօր։ Այսօր իշխանապողության։ Համյանշանակ այսօր այդտեղ 21-ին ժողովրդի իրականում շոկահարված էր։ Շոկահարված հասարակությունը ռացիոնալ որոշումներ ընդունել չեմ ասի չի կարա, չի ուզում հասկանում եք, երբ որ դու մարդուն վախեցնում ես ու ասում ես որոշում ընդունի։ Բայց որքանով այդ որոշումը ճիշտ կա։ Հիմա այդ շոկի մեջ հիմա մարդիկ տեսան 5 տարվա ընթացքում Արցախ Հայաստանը թե վերջ, Հայաստանը պետք է լինի ուժեղ եւ այլն, այդ կարգախոսներից հասանք միջև ուր։ Մարդիկ շատ լավ տենում են, մի բան էլ ասեմ, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին կարելի է խորովածով ու տնենգիներով կաշառել, չարաչար սխալվում եք։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության տեխնացու քաղաքական վերլուծաբան Արման Աբովյաններ, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք